Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իրանի տնտեսությունը ծանր վիճակում է պատերազմի և պատժամիջոցների պատճառով։ Գնաճը հասել է ավելի քան 70%-ի, սննդամթերքի գները կտրուկ աճել են, արժույթը զգալիորեն արժեզրկվել է, միլիոնավոր մարդիկ կանգնած են աղքատության վտանգի առաջ։ Մեծ թվով աշխատատեղեր կորսվել են, իսկ նավթի արտահանումը սահմանափակվել։ Այս ֆոնին իշխանությունները փորձում են պահպանել ներքին կայունությունը, սոցիալական վճարների և սուբսիդիաների միջոցով, սակայն բյուջեի ճնշումը մեծանում է, քանի որ նավթային եկամուտները չեն բավարարում ծախսերին։ Արժույթի պակասը բարդացնում է ներմուծումները, հատկապես սննդի և տեխնոլոգիաների ոլորտում։ Չինաստանը փորձում է օգտվել Իրանի պատերազմի իրավիճակից։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպումը մոտենում է։ Պեկինը կարծում է, որ Միացյալ Նահանգները թուլացել է։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է մնալ կարևոր գործոն։ Չինաստանը ցանկանում է տնտեսական զիջումներ ստանալ։ Քննարկվում է տեխնոլոգիական սահմանափակումների հարցը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին հայտարարել են նոր ռազմավարական համաձայնագրի մասին։ Հանդիպումը տեղի է ունեցել Կանբերայում։ Կողմերը խորացրել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Համաձայնագիրը ներառում է նաև էներգետիկայի և կարևոր հանքանյութերի ոլորտները։ Քննարկվել է տնտեսական անվտանգության ամրապնդումը։ Ալբանիզը նշել է գլոբալ ցնցումներից պաշտպանվելու կարևորությունը։ Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ամերիկյան և իսրայելական ռազմական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջամտությունը եղել է արագ և վճռական։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ կանխվել է թշնամական էսկադրաների մուտքը նեղուց։ Նշվում է, որ խոսքը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի մասին է։ Դեպքը ներկայացվում է որպես ռազմածովային հաջողություն։ Իրանը փաստացի հայտարարել է վերահսկողության ամրապնդում նեղուցում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կտրուկ հերքել է իրանական լրատվամիջոցների պնդումը, որ Իրանը հրթիռներով խոցել է ամերիկյան ռազմանավ։ Հրամանատարությունը հայտարարել է, որ ոչ մի ԱՄՆ ռազմածովային նավ չի խոցվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ուժերը շարունակում են Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Նախագահ Թրամփի նախաձեռնությամբ մեկնարկել է նավերի ուղեկցման ծրագիրը Հորմուզում։ Գործողությանը ներգրաված են 15,000 զինծառայողներ և ավելի քան 100 ինքնաթիռ։ Ծրագիրը նպատակ ունի դուրս բերել նեղուցում արգելափակված նավերը։ Իրանը կտրուկ մերժել է այս նախաձեռնությունը։ ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի վրա նոր քաղաքականության համար։ Վաշինգտոնը պահանջում է անցում կատարել առևտուր օգնության փոխարեն մոդելին։ Հակառակ դեպքում սպառնում է բյուջետային կրճատումներով։ ԱՄՆ-ն արդեն կրճատել է ֆինանսավորումը մի շարք միջազգային կառույցների։ Միլիոնավոր մարդիկ կարող են կորցնել առողջապահական և կրթական աջակցությունը։ ՄԱԿ-ը զգուշացնում է գլոբալ հումանիտար ճգնաժամի մասին։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ պարտքերը պարտադիր են վճարման համար։ Միացյալ Նահանգները սկսել է Project Freedom գործողությունը Հորմուզի նեղուցից նավերի դուրսբերման համար։ Ծրագիրը ներկայացվում է որպես հումանիտար նախաձեռնություն։ Ստեղծվել է նոր երթուղի Օմանի ջրերով։ Նավերին խորհուրդ է տրվել խուսափել վտանգավոր գոտիներից։ Իրանը պահանջում է պարտադիր համակարգում իր զինված ուժերի հետ։ Հակառակ դեպքում դա կդիտվի որպես խախտում։ Հորմուզում արգելափակված է հարյուրավոր նավ։ Եվրոպայում աճում է մտահոգությունը Ռուսաստանի Դաշնության գործողությունների վերաբերյալ։ Պաշտոնյաները խոսում են հնարավորության պատուհանի մասին։ Միացյալ Նահանգների ուշադրությունը շեղված է այլ ճակատներով։ Եվրոպական միությունը դեռ լիարժեք պատրաստ չէ պաշտպանությանը։ Ռուսաստանը կարող է դիմել սահմանափակ գործողությունների։ Սադրանքները կարող են լինել փոքր, բայց վտանգավոր։ Նպատակը Հյուսիսատլանտյան դաշինքի պառակտումն է։ Միացյալ Նահանգները հայտարարել է նավերի ուղեկցման նոր ծրագիր Հորմուզի նեղուցում։ Գործողությանը ներգրաված են ռազմական նավեր և ավիացիա, սակայն հստակ չէ, ինչպես է իրականացվելու նավերի անվտանգ անցումը։ Փորձագետները կարծում են, որ նպատակը վստահություն ստեղծելն է նավերի համար։ Հնարավոր է ավելանա ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իրանը նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն կդիտվի որպես սադրանք։ Թեհրանը սպառնում է պատասխան հարվածներով։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հարվածել է ԱՄՆ նավին, որը փորձել է անցնել Հորմուզի նեղուցով, անտեսելով նախազգուշացումները։ Ըստ աղբյուրի, երկու իրանական հրթիռ հասել է նպատակին։ Նավը չի կարողացել շարունակել ճանապարհը։ Այն ստիպված է եղել շրջվել եւ փոխել ուղղությունը։ Վնասի չափի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։ Չի հաղորդվում նաեւ հնարավոր զոհերի մասին։